թե զղջումն ուժգին, և թե մոլեգին մեղանչումը մեզ կորստյան են մատնում հավասարապես, թեպետ և նրանք օտար են միմյանց և նմանությամբ իրարից տարբեր, բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք, պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն հուսահատության։ Զի կասկածում է մեկը հզորի ձեռքի զորությանը, իսկ մյուսը չորքոտանի անասունի նման անզգայաբար խզում է հույսի առասանն իսպար։ Պետք է զորանալ, կազդուրվել ու կանգնել, հառնել կորստից անկենդանական, օգնություն առած Քրիստոսի ձեռքով, որ գութ է տածում բոլորի հանդեպ, նաև երկնավոր բարերար հորից ձեռք բերեմ պտուղ փրկության և բժշկության, ինձ մեղավորիս և ախտավորիս։ Եվ սկսելով ողբերգությունն այս աղերսանքների, ես հավատքի շենքը պիտի կառուցեմ։ Արդ հիշենք այստեղ Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ, թե ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է։ Նա է մոտեցնում մարդուն Աստծո, կյանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան ընդունակությամբ, զիօրհնաբանված Աստծո բերանն էր, որ վկայեց, թե հավատքը քո փրկեց քեզ։ Քանզի արդարև հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը, մտերմությունն Աստծո հետ և բարձրյալին ծանոթ լինելը հավատքի մասն են։ Մի երջանիկ և ընտրյալ բառ, որ հարատևելով մնում է անվթար և անպարփակ պատվակից լինելով սիրո և հույսի։ Այդ հավատքն է, որ հոգու աչքերով աներկբայորեն տեսնում է ծածուկները բոլոր և ապագան, քանզի եթե հավատաս նրան, կսիրես նաև, որով և կհուսաս նրա աներևույթ պարգևներին։ Նրան փառք հավիտյանս, ամեն։ Թող որ հռչակված հասնի ազգերին, ժողովուրդներին քարոզվի լուր, տպվի դռներին բանականության և զգայության սեմերի վրա դրոշմվի ամուր։ Կարող ենք լինել մենք Աստված նույնիսկ շնորհներով ընտիր և ստեղծողիդ հետ միանալ։